Ջրաշխարհ Պեպան և իր ընտանիքը եկել են ջրաշխարհ այսօր։ Բարև բոլորին, տիկին նապաստակը ղեկավարն է։ Սրանք հանդերձարաններն են, խնդրում եմ հագեք ձեր լողազգեստները։ Այո, տիկին նապաստակ։ Հայր խոզը հագել է իր լողազգեստը, մայր խոզը իր լողազգեստը, Պեպան նույնպես լողազգեստ է հագել, Ջորջն էլ հագել է իր լողազգեստը։ Սա ուղղակի հիասքանչ է, այո, ամեն տեղ ջուր են, սղարաններ, ամեն տեսակ խաղեր ջրային խաղերի համար։ Սա պղպջակներով լողավազանն է, ձիուկ Պետրոն այստեղ իր մայրիկի հետ։ Բարև Պեպա, արի խաղանք պղպջակների մեջ։ Պղպջակներ, պղպջակները քեզ վերև են բարձրացնում և խուտուտ են տալիս։ Այո, ինչ հաճելի է։ Շատ լավ է։ Պղպջակներ, պղպջակներ։ Սա ջրային դույլն է, Մեդի մկնիկ այստեղ իր մայրիկի հետ։ Բարև Պեպա, բարև Մեդի, դու պետք է սա փորձես, սա հիասքանչ է։ Ինչ պետք է անեմ, դու պետք է այստեղ սպասես, մինչև դույլը լցվի։ Հետո ինչ կկատարվի։ Ինչ-որ բան զվարճալի է երևում, կարող եմ փորձել։ Այո, մայրիկ, դու հաջորդն ես։ Ինչ պետք է անեմ, դու պետք է այստեղ սպասես, մինչև ինչ։ Ոչ, ես ամբողջովին թաց եմ։ Բայց ես պետք է դա իմանայի մինչև այստեղ գալը։ Եկեք գնանք սղարաններ։ Այստեղ ջրային սղարաններն են։ Այստեղ կա փոքրիկ սղարան երեխաների համար և հսկայական սղարան։ Սա նախատեսված է մեծահասակների համար։ Նայեք ինձ, ես սղարանի գլխին եմ։ Դա շատ բարձր է։ Հայր խոզին դուր չի գալիս բարձրությունը։ Ջորջ, արի փոքրիկ սղարանով սղանք։ Մայրիկ, հայրիկ, մեզ նայեք։ Լավ Պեպա, մենք նայում ենք։ Կազմ պատրաստ գնացինք։ Դա շատ զվարճալի էր, ես էլ կգնամ այդտեղ։ Լավ, մենք սպասում ենք։ Կներես հայր խոզ, բայց դու չես կարող գալ ակնոցներով։ Ես դրանք ինձ մոտ կպահեմ։ Հայր խոզը չի կարողանում լավ տեսնել առանց ակնոցների։ Նա քայլում է դեպի ահռելի սղարանը։ Հայրիկ, մենք սպասում ենք։ Կներեք, առանց ակնոցների ես պետք է դանդաղ քայլեմ։ Հայրիկն այնքան ժամանակ է պետք, որպեսզի բարձրանա փոքրիկ սղարանը։ Արագացրու, հայրիկ։ Այս քայլերն ասես անվերջ լինեն։ Որտեղ է հայրիկը։ Ահա նա։ Բարև հայր խոզ։ Ես չգիտեի, որ դու սիրում ես բարձրությունը։ Նա չի կարողանում տեսնել առանց ակնոցների, որտեղ է նա։ Ինչ ես անում այդտեղ, հայր խոզ։ Կներես, ինչ ես ասում։ Նա չի կարողանում լսել, քանի որ գտնվում է չափազանց բարձր մասում։ Նստիր և վայելիր։ Լավ, գնացինք։ Վաու, հայր խոզ, դու ահռելի սղարանից եկար։ Դա հիասքանչ էր։ Ահա քո ակնոցները, հայր խոզ։ Շնորհակալություն, տիկին նապաստակ։ Դա իսկապես ամենազվարճալի պահն էր, և երևի իմ ոչինչ չտեսնելը օգնեց ինձ։ Հայր խոզը